Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում օրորի ավելանում են քաղբանտարկյալները։ Ունեզրկվում գործարարներն ու հալածվում միայն այն բանի համար, որ դեմ են փաշինյանական քաղաքականությանը։ Իշխանությունը գրավել է օրենսդիր, դատական, սահմանադրական կառույցները, ինչն էլ խրախուսվում է արևմտյան կառույցների կողմից։ Ընտրության օրը մի քանի 100 հոգու, այսպես ասած, ռեպրեսիա ենթարկեցին ուժեղ Հայաստանի կողմից, հետո կանոնավորվեց նաև Ավետիք Չալաբյանը, հետո այն ինչ որ կատարվեց Գագիկ Ծառուկյանի հանդեպ, ուղղակի աննախադեպ էր բոլոր իմաստներով, այստեղ բոլոր քաղաքական, մարդկային, բարոյական բոլոր կարմիր գծերը անցել են արդեն, որովհետեւ նման բան Հայաստանը չէր տեսել։ Այլախոհության եւ ազատ խոսքի դեմ պայքարը նորություն չէ։ Ընդդիմախոսների պնդմամբ ֆիզիկական հաշվեհարդարի եւ բռնաճնշումների այս ձեռագիրը որդեգրվել է դեռ 2018 թվականից։ 8 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում այլևս քաղաքական սպանությունների էջը բացված է Նիկոլի համար, որովհետև մարդիկ, ովքեր ունեցել են քաղաքական այլակարծություն, այլևս մեզ հետ չեն, սպանվել են բանտում կամ իրենց համայնքում հաղթանակ տոնելուց հետո, կամ ուղղակի, ինչպես Գառնիկ Պետրոսյանը, ում անուն ազգանունը շատ քչերին այսօր Հայաստանի Հանրապետությունում որևէ բան կասի, ուղղակի ազգային ժողովի նախագահի աթոռին նստելուց հետո 1-2 օրվա ընթացքում հանկարծակի ինքնասպանություն գործած են հայտնաբերում իրեն։ Հասարակությունն անպաշտպան է, ցանկացած պահի կարող են յուրաքանչյուրին կալանավորել, ուստի նման զարգացումները կանխելու համար ստեղծվում է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով։ Հարուցվել է ուրեմն 248 անձի նկատմամբ քրեական հետապնդում, սա մինչև հունիս էր, բայց վերջին օրերին էլի մենք տեսնում ենք, որ հետապնդումները շարունակվում են, հենց այսօր հայտարարություններ տարածվել, որ միասնության թևերի ներկայացուցիչի նկատմամբ է քրեական հետապնդում իրականացվում։ Իշխանության անհանդուրժողականությունն ու ատելության քարոզն արդեն հասցրել են ողբերգական ու անդառնալի կորուստների, ինչի մասին բարձրաձայնում են իրավապաշտպանները։ Ցանկացած այլախոս Հայաստանի Հանրապետությունում այս իշխանության կողմից ճանաչում է որպես թշնամի։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով գործող իշխանությունը լեգիտիմության լուրջ խնդիրներ ունի։ Դրանով են պայմանավորված սահմանադրական փոփոխություններ անելու փորձերը։ Մի ամբողջ ֆրակցիա ուղղակի հենց այնպես դուրս է թողնվում խորհրդարանից։ Եվ նաև օրենք են ընդունում, որտեղ սահմանափակում են ընտրողների իրավունքները, այսինքն իրենք որոշում են, ով մի տարվա մեջ այսքան ժամանակ Հայաստանում չի եղել, նա արդեն իրավունքներից զրկվում են դրելու։ Բաքուն ամեն օր նոր սպառնալիքներ է հնչեցնում, իսկ Երևանը գնում է միակողմանի զիջումների։ Դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը հիշեցնում է, հայ ժողովրդի հավաքական կերպարը ուրացման չի գնալու։ Պիտի հիասթափեցնեմ, մեր ժողովուրդը անցած տարիների ընթացքում ցույց է տվել իր ներքին դիմադրողականության ուժը, գուցե չի հաջողվել ամբողջովին հաղթանակներ արձանագրել, բայց միշտ էլ ելքեր է գտել թե իր ձայնը բարձրացնելու, թե իր կարծիքը եւ անհաշտությունը ներկայացնելու եւ իր ազգային նպատակներին համահունչ եւ արկա իրավական դաշտի պահանջներին համահունչ գործողություններ իրականացնելու։ Իշխանության կողմից իրականացվող քաղաքական հաշվեհարդարների այս պայմաններում նորաստեղծ հանձնաժողովը նպատակ ունի հավաքական ուժերով եւ ամուր իրավական պաշտպանությամբ պայքարել քաղաքական հալածանքների ու կամայականությունների դեմ։